Անժպիտ արքայադուստրը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մեկ-մեկ մտածում ես, թե ինչ մեծ է Աստծո աշխարհը։ Ինչքան մարդիկ են ապրում, աղքատ ու հարուստ, ու բոլորի համար էլ աշխարհը լայն է։ Բոլորին էլ տեսնում ու դատում է Աստված։ Հարուստների ապրելը զվարճանք, խեղճերի ապրելը տքնանք, ամեն մեկին մի բախտ։ Թագավորական պալատներում, իշխանական դղյակներում, բարձր ապարանքներում, գեղեցկանում ու հասակ էր առնում անժպիտ արքայադուստրը։ Ինչ ապրուստ ուներ, ինչ ազատ կյանք, բա ինչ ճոխության մեջ էր, ամեն ինչից շատ, ինչ սիրտը ուզեր կար, բայց արի տես, ինքը ոչ ժպտում էր, ոչ ծիծաղում, ասես սիրտը ոչ մի բանից չի ուրախանում։ Թագավոր հայրը շատ էր վշտանում իր տխուր աղջկա համար, բաց էր անում թագավորական պալատները բոլորի առաջ, ովքեր որ կուզեին իրեն հյուր լինել։ Թող, ասում է, թող փորձեն անժպիտ արքայադստերը գուցե ուրախացնեն, ում հաջողվի, նրա կինն էլ կլինի իմ աղջիկը։ Հենց այս լուրը տարածվում է, ժողովուրդը լցվում է թագավորական դարպասների մոտ։ Ամեն կողմից, ամեն տեղից գալիս հավաքվում են։ Արքայազն ու իշխան, բոյար ու ազնվական, զինվոր ու հասարակ մարդիկ։ Քեֆեր է, որ սկսում են, մեղր է, որ հոսում է, բայց արքայադուստրը ոչ ժպտում է, ոչ ծիծաղում։ Իսկ աշխարհի մի ուրիշ կողմում իրա համար իր փոքր անկյունում մի ազնիվ, աշխատավոր մարդ էր կենում։ Առավոտները բակն էր հավաքում, իրիկունները անասուն արածացնում ու անվերջ գործի մեջ էր։ Նրա տերը հարուստ մարդ էր, ազնիվ, վատ էլ չէր վարձատրում։ Հենց առաջին տարին լրացավ, տերը բերեց մի պարկ փող դրեց սեղանին։ Վերցրու, ասաց, վերցրու ինչքան ուզում ես, ու ինքը թողեց դուրս եկավ։ Մշակը մոտեցավ սեղանին ու միտք արավ, թե հանկարծ Աստծո առաջ մեղք չգործի, աշխատանքի համար ավել չվերցնի ու ընդամենը մի դրամ վերցրեց, բռունը պահած դուրս եկավ, էն էլ ուզեց ջուր խմի, կռացավ ջրհորի վրա, փողը ձեռքից ընկավ, ջրի տակ գնաց։ Ուրիշը լիներ նրա տեղը, լաց կլիներ, դարդ կաներ, ջղայնությունից ձեռքը կծալեր կնստեր, իսկ ինքը չէ։ Ամեն ինչ, ասաց նա, ամեն ինչ Աստծո ձեռքին է։ Աստված գիտե ում ինչ տա, մեկին լավ փող է տալիս, մյուսի վերջին կոպեկն է խլում։ Երևում է լավ չեմ արել, քիչ եմ աշխատել, հիմա ավելի շատ կաշխատեմ։ Ու նորից գործի կպավ, գործի մեջ ոնց որ կրակ։ Մի տարի անցավ, ժամկետը լրացավ, տերը նորից մի պարկ փող բերեց դրեց սեղանին։ Վերցրու, վերցրու ինչքան սիրտդ ուզի, իսկ ինքը թողեց ու գնաց։ Մշակը դարձյալ միտք արեց, որ Աստծուն հանկարծ չբարկացնի, ավել փող չվերցնի ու ընդամենը մի դրամ վերցրեց։ Էն էլ, երբ գնաց ջուր խմելու, պատահմամբ ձեռքից բաց թողեց, փողն ընկավ ջրհորը, տակն արեց։ Ավելի թափով գործի կպավ մշակը։ Գիշերը չի քնում, ցերեկը չի ուտում, ու նայիր տես, որ սրա նրա արտերը դեղնած, ճլորած, իսկ նրա տիրոջ հասկերը առողջ։ Սրա նրա անասունը ոտները փոթ-փոթ հանելով են ման գալիս, իսկ նրանը տրճիկ է տալիս։ Ուրիշից երին քարշ տալով են տալիս,
նրա ձիերի կապը պահել չի լինում։ Տերը հասկացավ, թե դրա համար ում է պարտական, ում պիտի շնորհակալ լինի։ 3-րդ տարին էլ անցավ, ժամկետը լռացավ, բերեց մի կույտ փող էլ դրեց սեղանին։ «Վերցրու, ծառա ջան», ասաց Տերը, «վերցրու ինչքան սիրտդ ուզի, դու ես դատել, դու էլ վայելիր»։ Ու ինքը դուրս եկավ։ Մշակը էլի մի դրամ վերցրեց ու ձեռքին գնաց ջուր խմելու։ Տեսավ, չէ, վերջին փողը ձեռին է, իսկ այն առաջին երկուսը ջրի երեսն են դուրս եկել։ Փողերը ջրից հանեց, հասկացավ, որ Աստված շնորհ է արել։ Ուրախացավ ու միտք արեց, որ ժամանակն է աշխարհ տեսնեմ, մարդ ճանաչեմ։ Մտածեց ու ճամփա ընկավ, ուր որ աչքը կտրի։ Դաշտով անցնելիս տեսավ մի մուկ է վազում։ Մուկն ասաց. «Կովալյոկ, սիրելի քավոր, դուր ինձ մի դրամ, ես քեզ պետք կգամ»։ Մի դրամ տվեց մկանը։ Անտառով առաջ գնաց, մի բզեզ դուրս եկավ։ «Կովալյոկ, սիրելի քավոր, դուր ինձ մի դրամ, ես քեզ պետք կգամ»։ Դրան էլ փող տվեց, իսկ գետով լողալիս էլ մի լոքո հանդիպեց։ «Կովալյոկ, սիրելի քավոր, դուր ինձ մի դրամ, ես քեզ պետք կգամ»։ Սրան էլ չմերժեց, վերջին դրամն էլ դրան տվեց։ Ինքը եկավ քաղաք, տեսավ 1000 մարդ, 1000 դուռ, աչք հացեց դես ու դեն, էս կողմ, էն կողմ, պտտվեց, չգիտի թե ուր գնա։ Թեմն էլ թագավորական պալատներն են, ոսկով, արծաթով զարդարված, պատուհանին էլ անժպիտ արքայադուստրը նստած ուղիղ իրեն է նայում։ Ինչ անի, աչքերը մթնեցին, քունը վրա տվեց ու ընկավ ուղիղ ցեխի մեջ։ Մեկ էլ որտեղից որտեղ դուրս եկավ մի լոքո ծուկ, բեղերը երկար, մի ծեր բզեզ պստիկ երես ու մի մուկ ատամ կտրուկ։ Սրանք մշակին շահեցին, պահեցին, մուկը շորերն է հանում, բզեզը կոշիկն է մաքրում, լոքոն ճանճերն է քշում։ Անժպիտ արքայադուստրը նայեց սրանց արածներին ու ծիծաղեց։ Ով իմ աղջկան ուրախացրեց, հարցրեց թագավորը։ Մեկն ասաց ես, մյուսն ասաց ես, երրորդը չէ, ես էի։ Չէ, ասաց անժպիտ արքայադուստրը, ոչ մեկն էլ չէր, հրեն, էն մարդն էր, ու մատը ուղղեց մշակի վրա։ Տեղն ու տեղը դրան տարան պալատ։ Սա կտրիչի պես կանգնեց թագավորի առաջ։ Թագավորն էլ իր թագավորական խոսքը պահեց ու ինչ խոստացել էր, էն էլ արեց։ Հիմա ես եմ ասում, կարող է մշակը երազ է տեսել։ Ասում են, չէ, այդպես է եղել։ Դե որ ասում են, հավատում ենք։